Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, ոնց որ մեզնից առաջ ոստիկաններն եկան արդեն, ստեղ երևի խառնվել են, չգիտես ինչի, չնայած մենք շատ խաղաղ ակցիա ենք անում, բայց առանց աղավնիների։ Աղավնիները մարզպետի ու ինչեր են, խամերը մոտ են։ Ինչ ենք եկել այստեղ։ Այստեղ եկել ենք մենք այսօր, որպեսզի իրազեկենք, թե մեր հարկերով ապրող քննիչներն ու քննչականը ինչով են զբաղված։ Սա մասնավորապես պետք է հետաքրքրի պարոն Պողոսյանին, պարոն Պողոսյան, ցավում եմ, որ Արարատի մարզում ընդհանրապես քննչական գործողություններ կատարող որևէ հիմնարկ չկա։ Վեդի քննչականը գնացինք, դուռը փակեցին, մի քանի անգամ պահկվեցին վերևը։ Հիմա եկել ենք այստեղ, այսօր ճիշտն ասած մի նվեր ենք բերել, որը ես հիմա չեմ ցուցադրի, որտեվ դա սյուրպրիզ է լինելու սիրելի քննիչ Քրիստինե Մանասերյանին, մեր հետ մնացեք մինչև վերջ, նվերը կտեսնեք։ Ինչա տեղի ունեցել, մարտի 27-ին մենք Արարատի մարզի դատարանի առջև ակցիա ենք իրականացրել, խաղաղ ակցիա, որին եկել են սադրելու նպատակով, թե ինչ նպատակով ես չեմ կարող ասել, շատ հայտնի Արարատում հայտնի Խամերի Պապան ու մաման, եւ սկսել են խուլիգանական գործողություններ կատարել, այսինքն հանրային հնչեցրել են մեր համար անընդունելի բառեր, իհարկե թող հետևորդները ներեն, լիրբ եւ պոռնիկ անվանելով խաղաղ ակցիայի մասնակիցներին։ Իդեպ այդտեղ մեծամասնությունը կանայք են եղել, որ որևէ մեկը իրավունք չունի նման տիպի հայոյանքներ տալու եւ հիմա նորից եմ հիշեցնում ես իրավապահ համակարգին, երբ որ բոլորը ասում են, չգիտեմ, ասենք ես որ մի բլոգերը հայոյանք է տալիս եւ դա դատապարտում են, այսօր պարզվել է, որ քննչական, մի հատ շուռ տվեք, թող բոլորը տեսնեն մեր փառապանց ոստիկաններին, որ ասենք 4 կնոջ նկատմամբ գալիս է 150 ոստիկան։ Սենց լավ եք աշխատում, Խամերի վարորդին բռնեիք Արարատի մարզում, չգար հասներ կառավարության շենք, ոտատակ չտար ձեր գոլեգա պարեկներին։ Ինչա տեղի ունեցել, մենք ներկայացրել ենք հաղորդում հանցագործության մասին։ Իդեպ ես հապտի մանրակրկիտ ներկայացնեմ, որպեսզի իրավական գիտելիքների մակարդակը այս քնչուհու, որը շատ շուտով այլ կարգավիճակ է երևի ձեռք բերելու, այս քնչուհու իրավական գիտելիքների մակարդակը պարոն Շոխոյան եւ պարոն Պողոսյան հարգարժան, իմ կողմից շատ հարգված մարդ, իմանաք թե ինչա կատարում։ Մենք ներկայացրել ենք 102 զանգարել է Գոհարը, երբ որ դատարանի մոտ է խուլիգան, թող նկարեն, որտեղ հետո կասեն անհայտ անձ է եղել, Գոհարն է եղել, որից հետո մենք գնացել ենք խաղաղ դատական նիստին եւ դատական նիստի ավարտից հետո Արտաշատի ոստիկանները եկել են, կատարել են իրենց գործողությունները, այսինքն մենք գնացել ենք Արտաշատի բաժին, որտեղ ես տվել եմ հաղորդում հանցագործության մասին։ Ճիշտն ասած, մենք 10 օր շուրջ ժամանակ տվեցինք եւ եթերով նույն Քրիստիկին զգուշացնելով, որ նման վարվելակերպը անընդունելի է։ Միգուցե եւ այս աղջկան հաճելի են այդ բառերը լիրբ պոռնիկ, երբ իր ականջին են շշնջում կամ բարձր են ասում, ես չգիտեմ, բայց մեզնից որևէ մեկին, նամանավանդ ինձ ես թոռատեր եմ, ինձ ընդհանրապես նման բառերը իմ համար անընդունելի են, ինչպես եւ մնացած բոլոր կանանց, ովքեր այստեղ հավաքվել են։ Քրիստիկը նայեք ինչ որոշում է կայացրել։ Ուրեմն նայեք, անցիկ 27-ին մենք ներկայացրել ենք հաղորդումը։ Այս աղջիկի ինչա ու հələ դատախազություն Արարատի մարզի սպասում է, որտեղ քո դատախազն է, ես չեմ էլ հասկանում ինչ ազդարը, ԶՅ, Մնացականյանը։ Իդեպ Նայեք ինչա, գրավոր տեղեկացում քրեական վարույթ չնախաձեռնելու մասին Արտաշատ, ինչա գրել։ Ստեղ իդեպ գրել է, որ հա սենց, կատարվածի վերաբերյալ ոստիկանությունն է զանգարել իրենց գործընկեր Գոհար Սերգոյ Մանուշակյանը, չգիտեմ, մեր գործընկերն է ընդհանրապես։ Ես չեմ կարող ասեմ, Մարինա Էրանտի Պողոսյանի հաղորդումներ ստացել է, նայեք, որ ժամը 1:20 սենց բան աղել։ Դրանից հետո այս աղջիկը չգիտեմ ինչ է օգտագործել այդ բանին, որից հետո նայեք ինչ է գրել, որ ինքը քրեական վարույթ չի նախաձեռնում, որովհետև նկատի
ունենալու, որ Մարինա Հայրապետի Պողոսյանի հաղորդումը չի համապատասխանում քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմաններ։ Սենց բարդ շարապ դասական նախադասություններ է կազմում սա։ Գիտեք, եւ որ խեղճ մարդկանց մոտ անցնում է։ Ուրեմն ժողովուրդ ջան, հիշեք էլի, որ հեսա տենակ թե ինչ է իրան հանձնվելու։ Ուրեմն 173-րդ հոդվածը մենք հեսա կհանձնենք էլ, թող ստեղ կարդան սովորեն, ինչ է նախատեսում։ Սա քրեական վարույթ նախաձեռնելու պարտականությունը։ Սա քննիչի ամենասուրբ պարտականությունն է, որի համար մենք փող ենք տալիս։ Մեր երեխեքի բերնից կտրում սրան աշխատավարձ ենք տալիս։ Քննիչն իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը ստացվել է ֆիզիկական անձից։ Մենք ֆիզիկական անձիկ ենք։ Սա հիմնվել է։ Երկրորդ համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որի ողջամտորեն կարող է տրվել քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանել նախնական իրավական գնահատական։ Այսինքն, այո, մենք տվել ենք հաղորդում առերևույթ խուլիգանության մասին։ Քրիստինե Մանասարյան, եթե ձեր տանը հաց ուտելուց ասում եք, այ լիրփացը բեր, այ պոռնիկ ջուրը լցրա, մեր ընտանիքներում դա ընդունված չի, դա խուլիգանություն է։ Դրանից հետո, եթե հաղորդումով փաստվող դեպքին, գործողությանը կամ անգործությանը կարող է տրվել միայն քրեական օրենսգրքի 15 հոդվածով նախատեսված եւ հաղորդումը ներկայացվել է ենթադրյալ հանցանքից տուժած անձը կամ ներկայացուցիչը եւ միաժամանակ հայտնի չէ ենթադրյալ հանցանք կատարած անձը, ուրեմն ենթադրյալ հանցանք կատարած անձը հայտնի է։ Հաղորդում տվող անձը ես եմ, համենայնդեպս Քիսոյից շատ ավելի հայտնի Հայաստանում եւ Դինգոյից էլ Գոհարնա Մանուշակյան։ Դրանից բացի ինչ ագերում։ Այս այնայն ինչ ինքը պյաներ զանգվածային լրատվության միջոցներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները քննիչի համար կարող են քրեական վարույթ նախաձեռնել ու առիթ լինել։ Այսինքն նույնիսկ եթե մենք դա չտայինք, ընդհանրապես եթերով ասենք, որ սենց բան ա եղել եւ դա ուղարկենք որպես հաղորդում հանցագործության մասին, սա պարտավոր է վարույթ նախաձեռնել։ Քրեական վարույթ չի կարող նախաձեռնվել նա տեսեք։ Եթե հանցանքի մասին տեղեկություն ստացվել է հուսույն հոդվածով չնախատեսված, այդ դեպքում անհայտ կամ չբացահայտված աղբյուրից։ Աղջիկ ջան, իմ համար անհայտ է եւ չբացահայտված, թե դու ոնց ես քննիչ դառել։ Ես եմ քո համար անհայտ բացահայտված աղբյուրը։ Գոհարնա քո համար անհայտ բացահայտված աղբյուրը։ Լավ անհայտ բացակայող չես դու մեզ գրել, աղջիկ ջան, ես դու ով ես։ Եվ սա պարոն Պողոսյան եւ Տիկին Վարդապետյան, նույնիսկ դատախազը, Պետ Արարատի մարզի դատախազության մասին էլ ընդհանրապես խոսելու չկա։ Հիմա ելնելով այն հանգամանքից, որ Տիկին կամ օրիորդ կամ չգիտեմ իրա ճիշտ ասած ֆիզիոլոգիական կարգավիճակին չեմ տիրապետում, չունեմ տեղեկություններ, որտեղ ինձ համար անհայտ աղբյուր է, չբացահայտված։ Մենք բոլորովս մեր խմբի անդամներով եւ տղամարդիկ նվեր ենք պատրաստել Քրիստինե Մանասարյանի համար եւ բերել ենք, որ այս հավաստագիրը ձեռքբերման հավաստագիր է կոչվում, հանձնենք Քրիստինե Մանասարյանին։ Սա բերել են այն բոլոր մարդիկ, ովքեր ունեն արժանապատվություն, ովքեր տանը սովոր չեն նման լեքսիկայով խոսելու, ում տանը լիրք ու պոռնիկ չեն հանգանում իրանց տնեցին եւ տղաները։ Մենք բերել ենք Տիկին եւ Քրիստինե Մանասարյանը, իրան իդեպ շնորհակալ ենք, որովհետեւ իրենց գործողությամբ Քրիստինե Մանասարյանը լեգիտիմացրեց այդ երկու բառերը, այսինքն այսուհետ մենք բոլոր կարող ենք իրավապահ համակարգի ներկայացուցիչներին անվանել նույն անուններով, որտեղ Քրիստինեն գտել է, որ դա նորմալ քաղցր բառեր են, որը երևի կարող է իր շրջապատում 3 բաժակ խմելուց հետո իրան տենց անվանում են։ Ես չգիտեմ, չեմ կարող ասել, չգիտեմ։ Հիմա հարգելի Քրիստինե Մանասարյան, քեզ բերել ենք լիրփ անվանումը ձեռք բերելու հավաստագիր։ Եվ սա մնալու է ամբողջ կյանքը ինտերնետում, ու բալիկները տեսնելու են։ Կարդում ենք հավաստագիր ձեռքբերման սույն հավաստագրով հարգարժան Տիկին Քրիստինեին հպարտորեն եւ մեծ շնորհակալությամբ շնորհում ենք լիրփ պատվավոր տիտղոսը։
Սա եւ քննիչներ, խելքներդ, գլուխներդ հավաքեք։ Դուք պատկերացնում եք, որ մի խեղճ մարդ ընկնի սրանց ձեռքը, սրանք այս մեկը հետո կասեն, սա օրինական կամ չվերացված որոշում է, մենք էլ բան ու գործ չունենք։ Տիգանք ձեր որոշումները ոչ մտնելու են, կարող եք դուռը հետևից շկաֆ դնել, սեղան դնել։ Այն ոստիկանները, որ կանչեք, այդ ոստիկաններով դուռը բրդենք։ Մենք ստեղ գալու չունենք։ Այս ամբողջ համացանցը տեսա, որ Տիկին Քրիստինե Մանասարյանը ձեռք է բերել լրբի տիտղոս։ Եվ այո, սրանից հետո որևէ խտրական մոտեցում չլինի, որ չի կարելի իրավապահ համակարգի աշխատակցին անվանել, իսկ Մարինային, Էլենին, Գոհարին, Մարկին, Վանին, Աննային, Ձյաննային, Սարգիսին կարելի է նման բառեր ասել, բա դուք չեք ամաչում, ես նորից եմ ասում, մի փոքր պատմություն, կատվի պատմություն, եղավ ինք, որ մենք պարզենք, որ Արարատի մարզում, բացի ոստիկանությունից, իրավապահ համակարգը չի գործում, չկա իրավապահ համակարգ, բացառապես չկա ստեղ իրավապահ համակարգ։ Տիկին Վարդապետյան, դիմում ենք ձեզ, մենք սա չենք թողելու այսպես, մեզ գործից կտրելով սա բերեց ստեղ հասցրեց։ Սրա համար մեզից մեկը ոտք չգցի եւ ընդհանրապես այս ամեն ինչը վաղը բերելու է, որ հարկային անհնազանդություն է։ Այսինքն մարդիկ հասկանալով, որ մեր փողով այս մարմինները պատերազմում են մեր դեմ, մենք այդ հարկերը չմուծենք, սրանք աշխատանք չստանան, գնա սովից ուղղել։ Ես հիմա պահանջում եմ, որ հակակոռուպցիոն կոմիտե եւս մենք հաղորդում ենք ներկայացնելու, որպեսզի հակակոռուպցիոն կոմիտեն պարզի, թե Քրիստիկը ինչ է օգտագործում, ինչ է ավարտել, ինչ չբացահայտված աղբերի շնորհիվ դարել է քննիչ, եւ մենք իրան աշխատավարձ ենք տալիս, այսքանը, նույնիսկ ավել խոսալու բան չկա։ Մարզի դատախազություն պատրաստվեք, ոստիկաններին զանգեք, գան այդտեղ կարմիր բերեք մեր բան։ Կարակ աղունիկների վրա նստած կանչեք նույնիսկ, որտեղ դուք այս ղուշբազների մեջքին կանգնած եւ հովանավորներն եք։ Այս դնենք ստեղ, որտեղ դնենք։ Ստեղ դնենք։ Որ լավ երևա։ Լավ երևա։ Հա? Մեխան ֆայմեցի, լավ հետո։ Սա հա իմիջայլոց մենք տակը գրել ենք, որ հանձնում ենք այն անձից, ովքեր իրենց լիրբ չեն համարում։ Հիմա ով լիրբա թող ինքը ստանա։ Այս մարդը գտել է, որ նորմալ է, աղջիկ ջան, մնացիր ցմա համացանցում, թորները, ծորները կիմանան, ով էր Արարատի լիրբը։